Բարև սիրելի հեռուստադիտող, այսօր Arman TV-ի եթերում դիմացնոտային վիրաբույժ Գևորգ Շախսուվարյանն է, բարև Գևորգ ջան։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ոնց եք։ Շատ ուրախ ենք, որ դուք Գյումրիում եք, ընտանիքով, ինչ տպավորություններ, երկար ժամանակ չես եղել Գյումրիում։ Հա, շատ վաղուց չէ եղել ու անկեղծ շատ տպավորված եմ, շատ սիրուն քաղաք է, որ հաճույքով երկու անգամ նույն տեղերով զբոսնել եմ, ամբողջ քաղաքը նայել, սենց տպավորված, ճիշտ է շատ բան ունենք լանելու քաղաքը կայացնելու համար, բայց արդեն իսկ իմ կարծիքով լավ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ քո առօրյա այդ բաներից ու թոուպոյից, այդ գործերից հետո որ Գյումրիում ես զգացիր չէ, հանգիստ ես, ասես վաղը գնալու ես։ Միանշանակ, որ սենց հոգեբանական հանգիստ, ասեն ոնց որ ի տարբերություն Երևանի Գյումրիում ամեն ինչ սենց դանդաղ, հանգիստ, անգամ ոչ ոք չի շտապում, ու այդ շատ հանգիստ էր իմ համար, շատ հաճել էր։ Մենք շատ ուրախ ենք, որ դու այսօր մեզ հյուր ես, սկսենք ժողովրդին ներկայացնել Գևորգ Շախսուվարյանին, այն մարդկանց, ովքեր դեռ չգիտեն Գևորգ Շախսուվարյանին, պատմի մի քիչ քո մասին, որտեղ ես սովորել, ոնց ես սկսեք հայլերը քո կյանքում։ Շատ սենց կարելի ասել խուճուճ ամեն ինչ ստացվեց 95 թվականին նոր պատերազմը ավարտած սենց ոգեշնչված պատերազմական տենց թոու բոհով սենց ընդունվեցին Մոնտե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ 2 տարի ուսանելուց հետո ճանապարհներ բացվեցին, ասենք պրոֆեսիոնալ զինվորական դառնալու իհարկե, կամ պիտի գիտեի օդաչու դառնայի զինվորական, կամ Վազգեն Սարգսյանի ակադեմիա ընդունվեի ու ընտրեցի ռազմաբժշկական ֆակուլտետը։ Երևանի պետական բժշկական համալսարան ունի ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ դառնում են պրոֆեսիոնալ զինվորներ, զինվորական բժիշկներ, ասենց զինվորներ ասած մի քիչ միգուցե բան կընչի։ Հետո երկրորդ կուրսում է, եթե չեմ սխալվում, որոշել էի դառնալ ռեանիմատոլոգ, անեստեզիոլոգ, ասենց լուրջ դեմքով, ասենց լուրջ ամենածանր մասնագիտություն, ես պիտի ամենաուժեղը լինեմ։ Գնացի, ընդունվեցի Էրեբունի բժշկական կենտրոնի ռեանիմացիայի բաժանմունքում, ու կարելի ասել որպես բուժքույր։ Ֆելդշեր աշխատում էինք պացիենտների հետ, 3 տարի այդ ճանապարհը անցնելուց հետո հասկացա, որ պիտի ընտրեմ այնպես մասնագիտություն, որտեղ ժպիտները շուտ է լինում։ Իսկն երբ կարաս հիվանդին ամենաշուտը ժպիտը տեսնես, երկար նայելուց, ընտրելուց, որոնելուց հետո գտա իմ մասնագիտությունը, դիմացնոտային վիրաբուժություն։ Քո առաջի դասատուն, այսպես ասած, ով է եղել, որը ամենաառաջինն է քեզ ոգեշնչել, քեզ տրամադրել ու վստահեցրել, որ վերջ դու արդեն պատրաստ ես քո առաջի քայլերին, լուրջ քայլերին։ Ու անուններ կդժվարանամ տամ, ունեց շատ հզոր ուսուցիչներ ունեմ, ասենք Յուրի Միխայելիչ, Գրիգորի Էմիլիչ, բավականին հզոր դեմքեր են դիմացնոտային ասպարեզում, որոնք որ մեծ ներդրում ունեն, բայց երևի իմ ամենամեծ ուսուցիչը երևի թե եղել է կենտրոնական հոսպիտալը զինվորական, երբ որ իրականում դիմացնոտային վիրաբույժներ շատ քիչ էին այդտեղ ու սենց քեզ առաջի քայլեր անողին սկսեցին վստահել հերթապահություններ, սկսեցին վստահել օրեկան եկող պացիենտների հոսք, երբ որ ինքնուրույն պիտի որոշում կայացնես, իհարկե ինքնուրույն այդ ժամանակ դե նոր ես սկսում չես վիրահատում, միշտ ավակ ընկերոջ կամ դասատուի հետ ես վիրահատում, բայց այդ վստահություն, ինքնավստահություն առաջի երևի թե հենց հոսպիտալը իր կառուցվածքը ի մեջ սենց ներշնչեց երևի թե տենց։ Առաջի վիրահատությունդ կպատմես ինչ զգացիր, այն որ արդեն դու մենակ ես, դու պետք է որոշես, դու պետք է անես, այդ ամեն ինչը վիրահատությունը սկսես, բերես միջև ավարտ, այ կպատմես այդ զգացողության մասին, այդ շատ հեշտ է խոսելը։ Հենց հիմա վերապրում եմ այդ պահերը։ Շատ հեշտ է խոսելը, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այն ինչ որ այդ պահին դու ես ապրել, այդ ընթացքում ոչ ոք չի պատկերացնում։ Ավակ ընկերը մեր դասախոսը Յուրի Միխայելիչն էր այդ ժամանակ իմ ղեկավարը, պացիենտ ունենք պարանոցի վրա գոյացություն, այս պարանոցի հատվածը մեր զոնայում համարվում ամենաբարդ շրջաններից մեկը։ Դի գոյացություն վիրահատեմ, ասում եմ դե Յուրի Միխայելիչ
արդեն ինքը վստահել է ամեն ինչ, всё, ես եմ անում, պացիենտը իմն է, պատրաստվել եմ, կարդացել եմ, սենց գիշերը պարապել եմ, սենց ինչ որ պետք է մտնեմ վիրահատության, ասում եմ դե արի իրար հետ մտնենք, ասում է չէ, ասում եմ Յուրի Միքայելովիչ լավ գոնե արի վիրահատարան, ասում է չէ, ես կաբինետում եմ, հարց կլինի կզանգես։ Այն ժամանակ այդ իմ համար շատ ծանր էր, որ ասենք թողում եմ մենակ, ոնց պարանոց պիտի վիրահատեմ ու մենակ ու դասախոսած չի գալիս, բայց հետո տարիներ անց հասկացա, որ արդեն ինքը այդքան քեզ վստահում է, քո որ այնքան վստահ է, որ ազատ ես։ Դու մենակ ես։ Ու մենակ ես, ու ասիստենտիդ հետ, ու առաջի կտրվածքը անում ես, մի կաթիլարուն, օրակ հոպ կարողն կանգնացնենք, հետո երկրորդ կաթիլարուն, հետո այդ հոգեվիճակը, այդ քրտնած վիճակը շատ լարված դուրս եմ եկել վիրահատությունից փառքաստու լավ անցավ ամեն ինչ ձեռքերս դողում էր իջա կաբինետ ասի Յուրի Միքայելովիչ վերջացրեցի կոճակ լցրեց խմի այսօր աշխատանքը ավարտվեց գնա տուն ու այդ հոգեվիճակը առ այսօր այս պահը զգում եմ ու ամեն անգամ երբ մի հատ ծանր վիրահատություն է լինում որը նու մանավանդ հրազենային վիրավորումները հիմնականում միշտ առաջի անգամ ես վիրահատում, այսինքն երբևիցե նման օրինակ դեպք չի լինում։ Ու տարբեր են իրար։ Ու միշտ տարբեր են։ Ու անընդհատ այդ նույն հոգեվիճակը դու կարաս, քեզ վստահել են, դու կարաս անկախ տարիքից, անկախ ստաժից, միևնույնն է այդ զգացողությունը միշտ վերապրում ես։ 2006 թվական։ Հա, սիրելի տարիներ։ Մենք առաջի անգամ հանդիպեցինք իրար հետ միտեղ որտեղ որոշվել էր նկարել մի ֆիլմ Արցախի Սասունցի Դավիթ փողոցի վրա էր, եթե չեմ սխալվում էր տունը։ Այո։ Սլավիկի տունն էր։ Սլավիկի տունն էր, այո։ Նկարում էինք մի վախեցիր ֆիլմը։ Այո։ Ու հավաքվել էին այդ ֆիլմում են մարդիկ, ովքեր առաջի անգամ մտնում էին նման մեծ ծավալի, շատ մեծ ծավալի աշխատանքի մեջ ու բոլորիս համար փորձությունները դա ամեն ինչը։ Շատ մենք հələ հասկացանք հայտնվում է Գևորգ Շախսուվարյան միտեղ, որտեղ անսպասելի պայեր կարող էր լինել, ինչի համար, թե եթե մարդը վնասվածք ստանար, չէ, դու ունես ժամանակ, մի շաբաթ, հետ վիրահատական կամ հետ բուժական, չգիտեմ, ճիշտ կձևակերպեմ դե չէ, բայց այնտեղ եթե ու եղան բարգասու լուրջ բաներ չեղավ, այդ վնասվածքից հետո դու ունեիր շատ քիչ ժամանակ։ Կարելի ասել մաքսիմումը 1 օր, որպեսզի այդ նույն դերասանը իր տեսքը հետ վերադառնար նախկին տեսքին, մեր աղունն է գրիմը քսել այդ վերքի վրա դերասանը երկար ապրել։ Այո։ Այ ինքը ըստ ինձ այն ինչ որ դու սովորել ես, այն ինչ որ արել ես, այդ ինչա հայտնվում ես միտեղ, որտեղ ընդհանրապես կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Կպատմես Շատ հակասական էր ամեն ինչ, որտեվ երբ որ խնդիր են դնում կար, դե զինվորական բժիշկ ես բան այդ ժամանակ ես նոր ավարտ էի, ստաժս քիչ էր, երևի 2 տարվա մոտավորապես, արդեն տենց, բայց արտակարգ իրավիճակների բժշկություն, բան sense տիրապետում եմ, լուրջ դեմքով եկել եմ, բան նկարանման հրապարակի սպասարկող բժիշկ, դերասաներին ոտի կանգնեցին ու ռեժիսորը կանգնում է Հոպ, բուժել չկա, ես վաղս յոկանը մի կպտին դեղել դի։ Այդ սկսեց կոնֆլիկտը մոտս, բժշկության ու այդ կինոյի ռեժիսորությանը, ու սկսեցիր ունիկալ էր մեր ռեժիսորը, ունիկալ էր արավը շաբազյան շատ լավն էր, շարժու ձևով մոտեցումներով, ինքը շատ լուրջ էր։ Հա, ինքը ամեն ինչի մեջ շատ լուրջ էր ու սկսեց հակասական ամեն ինչ, մասշտաբային մեծ ֆիլմ, իրական զենքերի կիրառումով, ասենք պիրոտեխնիկա ասած այսպես ասչեցալ, իրական պատրոններ, իրական ռումբեր, այդ ամեն ինչը ես սովորել եմ, ես սա տիրապետում եմ, օրինակ տրածիլի պայթունից ինչ վտանգ կարա լինի, ասեք 200 գրամ, սովորական պայթում էր, էլի, չէ, հողը մի 7 մետր վեր։ Ու ռեժիսորը քեզ ասում է կապ չունի ում ինչ ալնում, բայց օքեյ գպտի ներկա։ Դի հասնես, փրկես, բերես, դնես ու հետարքիր դեպքեր եղան իրականում, ասեք դերասաններից դեմքերը վնասվեցին։ Այդ ամեն ինչը հենց կարելի ասել վերականգնեցինք ու կոսկեցինք, որ ֆիլմի ժամանակ վիրավորում ստացե, ֆիլմի ժամանակ ապտակ ստացե։ Շատ իմ համար շատ հակասական է, շատ ծանր, իհարկե կյանքի համար էլ իմ մասնագիտական շատ մեծ փորձ էր, որը որ առ այսօր օգտագործում է, այսօր քանի որ ես դիմացնոտային վիրաբույժ եմ ու հիմնական աշխատանքի շրջանը դեմքն է,
շատ պացիենտներ այդ խնդիրը դնում են բաբուժիչ ջան, հարսանիք եմ, բաբուժիչ ջան, ասենք ունեցել եմ դեպք, հարսն ու փեսան մեքենայով հարսանիքից մի օր առաջ վթարվում են, երկուսը քիթն է կոտրվում։ Գալիս են մոտս դու հարսանիքն է Առաջինը ում ես վիրահատե ճիշտ ասա։ Հարսին թե փեսային։ Չէ, հարսին միանշանակ հարսին, դե ճիշտ հարսը դի փեսայի պահանջներ, տենց ասեց հարսին խնդրում եմ մնաց անես, որտեվ ես ասեց խնդրեմ չունեմ, դες ամեն դեպքում տղա եմ, բայց իր այդ կյանքի միակ երջանիկ օրնամ ինչ Կարող եմ ասեմ որ բոքսով եմ բանջում։ Մասշտաբային հարսանիք էր ինչ որ Դե կոտրվածքի դի մեջ սենց տամպոններ, բամ դինեց այդ ամեն ինչը նենց անեի, որ չերևար, բայց դրա հետ մեկտեղ էլ լիներ օգտակար, բուժիչ։ Ու այդ ֆիլմից փորձը շատ էֆեկտիվ է ու առ այսօր դա օգտագործվում է։ Նայ, մեր շատ սիրելի մեր մեծ ընկեր հիմնադիր պարոն Շախսուվարյանը, Սեյրան Շախսուվարյանը որով մենք բոլորս հբարդանում ենք, Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր իրական հիմնադիրներ են մեր ասպարեզում, մարդ ով ստեղծեց առաջի երաժշտական ալիքը, ճիշտ է, առաջի կոմերցիոն հեռուստատեսությունը, այդ թեմաներից այդ արկիր էր, իրեն ասում են ոնց կարա հեռուստատեսությունը արտադրություն լինի։ Այդ որ կոոպերատիվ այդ ժամանակ հիմնադրում էին, այն ժամանակ առաջի հիմնադրածը, եթե չեմ սխալվում, կոչվում է Շահ 13, կինոպլյոնկայով էին նկարում։ Ինչքան հիշում եմ, սկզբից դրեց 13, հետո ավելացրին արտը, ինչքան հիշում եմ, չէ՞, դե իրանք տարբեր գործառույթներ ունեն, բայց ամենադժվարը ես հիշում եմ այն ժամանակ, որ կոոպերատիվ բացելն էր, որը պետք է հեռուստա ռադիո պրոդուկցիա արտադրեր։ Նաև ռադիո Դե ըստ լիցենզավորման թղթի, հա, իհարկե ռադիո էլ ունեին, ու ռադիոների հետ էլ էին աշխատում, ոչ թե ունեին ռադիոալիք, այլ ունեին աշխատում էին եթեր էին գնում նաև ռադիոները, բայց ինչքան հիշում եմ ամենաբարդը, դա մի օր հարմար լինի իրան հրավիրեք թողածան պատմի, մեծ հաճիկով, շատ դժվար էր պետական մարմիններին համոզել, ասենք ինձ ասում են Պարն եկել տես նեղված, ասում են կալբասի արտադրություն գիտենք, բաների հերուստա ռադիո արտադրությունը որս է, այդ ինչ պիտի կոոպերատիվ Ես պարոն Շախսուվարյանին այն ժամանակ երբ որ հիմնեցի Հորիզոն ցայնագրման ստուդիան, այդ 97 թվականներ, մենք նաև ունեինք երգչուհի երեխեք, աղջիկներ էին, մենք իրանց համար տեսահոլովակ նկարեցինք ու մեր երազանքներից մեկն էր, որովհետեւ այդ հոլովակները հայտնվեին արտ 13-ում։ Մենք հանդիպեցինք պարոն Շախսուվարյանի հետ, շատ ջերմ ընդունեց մեզ, ողջունեց, հրաչին կանչեց, նայեցին այդ հոլովակները, արագ տեղադրեցին արտ 13, այն որ դուրս եկանք, ասենք սպես կարող է եղներ խոսքի, մենք կմտածեինք, որ շատ ամեն ինչ բայց մենք այդ ժամանակ իր այդ չբրով հասկացանք, որ ինքը իր տեսակը այն է, որ ինքը կօգնե միշտ բոլորին կնպաստի, որպեսզի ճանապարհ գահարտե։ Երբևէ մենք իրանից չլսենք, որ ինքը կարող է ասել, թե իհարկե մեր արտադրանքները պետք է համապատասխաներ արտ 13-ին։ Բնականաբար։ Ինքը գնաց է կարեք շատ լավ է տղեկ ճամփանես, կամ տարավ ստուդիանը ցույց տվեց բաները։ Ողջունում եմ շատ։ Սեյրան Շախսուվարյանի ընտանիքի մեջ բժիշկ կար։ Չէ։ Չկար։ Դու դարար բժիշկ։ Հա, մամայիս երազանքներ։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի ռադիոլսող, ասեմ, որ Գևորգ Շախսուվարյանը այն մարդկանցից է, ով պատերազմի առաջի րոպեից շատ արագ զանգել է ու ճշտել է ինքը որտեղ պետք է հայտնվի ու ինչ օգնություն պետք է ցույց տա, որևէ մեկը իրան քեզ զորակոչել են, քեզ ինչ որ թե դու ինքդ ինքնուրույն ու հայտնվել ես պատերազմի դաշտում։ Հո, այդ դժվար տարիներն էր։ Պատմես Առաջին անգամ երբ որ գնացի, այդ ժամանակ ճիշտ ասած ծառայում էի բանում, այդ ապրիլյան պատերազմներ։ Ապրիլյանի ժամանակ էլի դե պատերազմը բան հիմնական կամավորական սկզբունքով գնացինք, դե մեկը պիտի գնա բան, սենց ասացի ես կգնամ։ Վերցրեցին սենց վիրահատական համազգեստով նստել եմ ուղղաթիռ ու թռել բան Արցախ։
7-րդ օր շատ դաժան ծանր ժամանակաշրջան էր, որտեվ չնայած նրան, որ մենք թեորետիկ շատ սովորում էինք պատերազմն ինչ է, չնայած նրան, որ դե 20-ամյա փորձ ունեմ զինվորական բժշկության մեջ, ասենք հրազենային վիրավորներ շատ եմ տեսել, փոքր ընդհարումներ սահմանային, ասենք Տաուշում կամ Սիսիանում հաճախ էր լինում, գնում էինք տեղի հոսպիտալ, 1-2 պացիենտի տենց վիրավորի վիրահատում, բայց երբ որ բղասայական շարժ սկսվեց, ասենք այդ առաջի փորձս ապրիլյանում եղավ, ու երբ որ բերում են միաժամանակ 20 վիրավոր, ունես 4 վիրասրահ ու պետք է ընտրես ում վիրահատես։ Այդ հոգեբանական ծանր պահերը դժվարությամբ եմ հիշում, բայց ամենածանր պահերն էր իմ համար ընտրությունը, ում վիրահատեմ, ում կփրկվի ես մեկը, թե չի փրկվի, թե սրան վիրահատեմ, ինչով սրան վիրահատեմ, են մեկը կմահանա, այդ մինչև այս պահը հիշում եմ, ամենածանրն էր։ Հետո արդեն քառորյա պատերազմ, 44 օրյա պատերազմի ժամանակ արդեն ես զորացրվել էի, արդեն քաղաքացիական կյանքում էի, առավոտյան 6-ներ, 7-ներ տունը արեստավոր կար եկել էր, նստած էինք, տենց սուրճ էինք խմում, մեր տեղի դիմացնոտային վիրաբուժի հետ խոսեցի հեռախոսով, զանգեց, ասի ինչ կա, ոնց եք, լարված եք, դե ասես լավ կլինի ստեղ լնես։ Այդ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի դիմացնոտային վիրաբուժը Ռուբենը, հիմա ինքը Երևանում աշխատում, բավականին լավ դիմացնոտային վիրաբուժ է։ Ինքը բնավորությամբ շատ հանգիստ, ասենք ասես պատահական երբեք չի ասել, որ ասես լավ կլինի ստեղ կնես, հասկացա, որ ամեն ինչ դաժան է, կնոջս ասեցին էքստրինի պայուսակս բեր, ես մեր արեստավորը սենց նայում է ինձ կնոջս դե սուրճ ենք խմում իրար հետ, որ ինքը գործը սկսի, ինչ պատահեց, մեկ եկինս ասես դե պատերազմը սկսա գնում է պայուսակը վերցտվեց ու շարժվեցի ու ամենը տենց հանգիստ ու ծանր օրերը սկսվեցին։ Մենք ամեն դեպքում մեկին գիտենք, բայց վստահ եմ, որ այդ մեկից բացի կան նաև շատերը։ Ես կուզենայի այմեն խոսայինք են փոքրիկ մարկի մասին, են փոքրիկ բալիգի մասին, որ բոլորս շատ ցնցված, որ իրա ծնողները կպատմեին, որ մենք հույսերս կորցրել էինք այդ փոքրիկից, վերջ արդեն գնանք մեր բժիշկին, բայց ըստ երևույթին ինչքան ես հիշում եմ բժիշկն էր գտել փոքրիկին, ոչ թե իրանք էին գտել բժիշկին, իրանք ընդհանրապես հույս չէին ունեցել, որ այդ երեխան կարող է երկար տարիների կյանք ունենա։ Այ կպատմես այդ մասին, ո՞նց եղավ։ Ճշտարից երեխուն միամիտ տեսա դուրսը, եթե չեմ սխալվում։ Ինչ էր երեխու մոտ, ինչ խնդիր էր։ Երեխու մոտ բնածին պարանոցի գոյացություն էր, որը իծն կար, որը այնքան էր մեծացել, որ արդեն քներակները փակել էր, երեխան համարյա գիտակցություն չուներ, քնքոտ էր, բարբերաբար անջատվում էր, տեղային ու դիրքային ինքը բարդ տեղ էր ու ներվիրահատական վնասելը ու երեխու կյանքը դադարեցնելը շատ հեշտ էր։ Ու երբ որ երեխային տեսա քաղաքում տենց միամիտ դուրսը, հա, տենց միամիտ հանդիպեցի բարեձեզ, ինչ ա եղել էր, դե մաման արդեն լարված, նեղված, եթե չեմ սխալվում, հիվանդանոցից էին դուրս գրվել, չեմ ասի հիվանդանոցի անունները, որտեղից էին ճանապարհը, ինչ էին ասել, հիվանդանոցից դուրս էին գրվել, տենց անտրամադիր, ասի կլինի մի հատ հետազոտությունները բերեք նայեմ, իմ մասնագիտությունն է, եկան նայեցինք, հետազոտեցի, հետաքրքրվեցինք, մի քիչ կարդացինք, մի քիչ միջազգային փորձ ուսումնասիրեցինք, ծնողներին կանչեցինք, սենց պայման դրեցինք։ Իրանք արդեն երեխուն հրաժեշտ են տվել, իրանք մտածում են այս նոր տարին այդ անում են ու վերջ երեխան դի արդեն բան լինի, ոնց որ տենց հույս չունեն։ Աստի սենց է, կամ վիրահատում եք երեխան ապրում է, կամ հենց վիրահատական սեղանին, այսինքն ընտրությունը էդ էր ծնողների, կոնկրետ մարկի պարագայում տենց էր, որտեղ արդեն շատ տարածուն էր, շատ ծանր էր, որ երկար մտածեցին, լացեցին, իրար հետ խոսեցին, որոշեցին վիրահատվեն։ Ու բնականաբար թիմ հավաքեցինք անոթային վիրաբույժների հետ, հուսեցինք վիրահատել։
Ինչքան տևեց վիրահատությունը։ Մոտ մի 5 ժամ երևի թե բավականին երկար տևեց իմ համար, ինձ պատերազմներից օրացրել են արագ աշխատել, ու 5 ժամը այդ իմ համար բավականին մեծ ժամանակ է վիրահատական, ու փառք Աստծո երեխան առեսօր ապրում է, մի քանի անգամ եկել է, բժշկին իրա տեսել է, ու արդեն մի տարի անց երեխան լրիվ խոսում էր, մինչև այդ չէր խոսում, ինքը անդադ խնկոտ էր, անդադ անջատվում էր, անդադ խոսքի ընթացքում եկել հոп, աչքերը կուլ էր գնում։ Մարկի պատմությունը տենց էր, բնականաբար նման երեխաներ հաճախ են լինում, բայց ինքը այն ծանր դեպքերից մեկն էր, որը որ գիտակցաբար թե ծնողների, թե քո կողմից, որ կարող է վատ մահվան ելքով վիրահատություն ունենաս, իսկ այդ ամենածանրն է բժշկի համար, սկսում ես վիրահատություն։ Օրինակ մենք շատ կուզենանք, որ Գյումրիում ձեր այց ավելի շատ եղնի, ձեր պրակտիկան փորձի փոխանակում ավելի շատ եղնի, ինչ է պետք դրա համար, որ մեր կենտրոններում դուք ավելի շատ այցելեք, մեր բնակիչները ավելի շատ շփվեն ձեզ հետ եւ թե խորհրդատվություն ստանան, թե վիրահատության տեսքով եւ այլն ավելի։ Դրա համար ինչ է պետք։ Ցանկություն ում կողմից։ Իմ հիվանդանոցի պարսպետարանի Ձեր կողմից կա, ես վստահ եմ, դուք այսօրվանից հետո վերջնական բանը կնիկը դերեցի։ Ես հաճախ եմ մարզեր պտտվում եմ, հանդիպում եմ, ասենք հիմնականում աշխատում եմ հանդիպեմ առաջին օղակի բժիշկների հետ, կոնկրետ դիմացոնային վիրաբուժությունից ենք զրուցում, երբ դիմեմ բժշկի, երբ կարելի է տեղում բուժել, երբ ուղարկել վիրահատման նման թեմաներով, փորձի փոխանակման, պարբերաբար պտտվում եմ, պարբերաբար նայում եմ, պարբերաբար շփվում եմ ու առ այսօր Իսկ Գյումրիից կան զանգեր։ Գյումրի դեռ չեմ հասցրել գամ։ Վստահ եմ, որ ամբողջ Շիրակի մարզը սպասել է Գևորգ Շախսուվարյանին, ավելի կան վստահ եմ։ Ուզում եմ խոսեմ քո հրաշք ընտանիքից։ Հրաշք ընտանիքս։ Այո։ Կինոտ բժշկուհի չէ։ Չէ։ Ես կարծում եմ, որ չի կարելի որ բժիշկի հետ ամուսնանալ։ Ահա։ Ոնց կարծել ես, պես արել ես։ Սուբյեկտիվ շատ, այո։ Երեխաներից ունեմ 1 դուստր, 3 տղա։ 4 հրաշք ունես տան։ 4 հրաշք ունեմ տան մեջ։ 4-ից կան ընդրած բժշկական ճանապարհ։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ Իսկ կուզենաս։ Չեմ բռնանա իրանց կարծիքին։ Կթողեմ իրանց կարծիքը։ Իհարկե կուզեմ իմ ոնց որ բժշկությունը ինքը ընտանիքի պես է, դու պիտի միշտ հետնորդ թողես, այսինքն սովորացնես, որտեվ բժշկության մեջ միայն կարդալով, ինքնակրթությամբ կամ բուհերում լսելով դառնալ լավ պրակտիկ բժիշկ բավականին բարդ է։ Պիտի ունենաս հետնորդ։ Փառք Աստծո ունեմ ուսանողներ, որոնք արդեն ինքնուրույն աշխատում են, որոնք արդեն անհատական անուններ են Հայաստանում դիմացոնային վիրաբուժության մեջ, կուզեմ, որ իմ հարազատ զավակներից մեկն էլ իհարկե այդ հետնորդներից լինի, բայց ընտրությունը իրանց պետք է լինի։ Իսկ քո կինը կուզի թե ոչ, իր մասնագիտությունն ընդրեն։ Ես գիտեմ, որ ինքը շատ հիանալի տիրապետում է ֆրանսերեն լեզվին, շատ լավ։ Մենք այդքան հայերեն երևի չենք կարող խոսենք, ոնց որ ինքը ֆրանսերեն է խոսում։ Գրականագետ մասնագիտությամբ, այո։ Չգիտեմ, ճիշտն ասած, կուզեի իրողությամբ։ Հələ կա հարցնես, հարցնեմ, այսօր դու այդ թեմայով զրուցենք։ Շատ ուրախ ենք, որ մեր կողքին ես, շատ ուրախ ենք, որ մեր Գյումրիում ես, ձեր Գյումրիում ես։ Մեր Գյումրիում ես ավելի կան վստահ եմ, որ կլինի ինչ որ շատ արագ կլինի այն ժամանակահատվածը, որ արդեն վստահ եմ ստեղի վիրահատություններ կսկսես անել, դոկտոր ջան, մեր լավ ընկեր, ինչ կմաղթես մեր հեռուստադիտողին եւ մեր ռադիոլսողին։ Դե ոնց որ խոսեցինք պատերազմից, մեր առաջի մաղթանքը միշտ էս վերջերս 20 թվականից հետո միայն խաղաղությունն է, միայն։ Խաղաղությունից հետո մեր ազգը շինարար ազգ է, կկառուցի, կզարգացնի, կաճեցնի։ Մաղթեմ առողջություն, երջանկություն ու ինչ մի քիչ հաջողություն։ Հաջողությունը ենթադրում եմ ամենակարևորն է, ոնց որ ասում էր Տիտանիկի վրա բոլորը հարուստ էին եւ առողջ, բայց հաջողություն չկար։ Դրա համար մեր հաջողությունը պիտի շատ լինի։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի ռադիոլսող, ասեմ, որ մեր այսօրվա հյուրն էր
դիմացնոտային վիրաբույժ Գևորգ Շախսուվարյանը, լավ մնացեք, կհանդիպենք, լավ եղեք Գևորգ ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար, ձեզ էլ լավ օր։